Շնորհակալություն Տիկին Անահիտ, նախ նման ֆորմատով պետք է մենք բավականին շատ աշխատենք, շատ ներկայացնենք մեր իլուր, մեր ժողովրդի, քանի որ մենք այսօր ես ուզում եմ անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների այն առումով, որ այսօրվա իշխանությունները բոլորն էլ երևի ինձ հետ համամիտ կլինեն, ամեն ինչ անում են մեր բարեկամական այն հարևան պետությունից կտրելու, զատելու ուղղությամբ։ Մենք պետք է չմոռանանք, որ մենք եղել ենք դարավոր բարեկամներ։ Այսօրվա իշխանությունները ամեն ինչ անում են ժողովրդի մեջ սերմանելու, մտցնելու, որ ռուսը մեզ թշնամի է, ռուսը մեզ խանգարում է, ռուսը ծախեց Արցախը, այնինչ չմոռանանք, որ ռուսը մշտապես ռուս ազգը գտնվել է մեր կողքին։ Ռուսը ինչ պետք է աներ, հարգելի գործընկերներ, հարգելի ժողովուրդ, եթե մենք մեր ընտանիքներին չենք կարողանում պահենք, հարևանը կգա մեր ընտանիքներին տիրություն կանի, նախ առաջին հերթին ղեկավարությունը պետք է տեղում գտնվեր, ղեկավարությունը ինքը պետք է գործողություններ ձեռնարկի նման իրավիճակներում։ Ռուսաստանը ամեն տեղ, ամեն անգամ գտնվել է հայ ժողովրդի կողքին, սակայն նա ոչինչ չէր կարող անել, որովհետև կային որոշ բացթողումներ, որոնք պետք է լրացնեին մեր իշխանությունները, այնինչ նրանք չարեցին։ Կոնկրետ շեշտը դնեմ հենց Արցախի պահով, որ Արցախը պետք է ճանաչեին Հայաստանի կազմ, չարեց, դրա համար ռուսը չէր կարող, թե հապկ գործողությունները, հապկը մտներ Հայաստան և մնացած ուղղությունները։ Քանի որ անդրադարձանք հապկին, ես ուզում եմ խոսքս ուղղել այսօրվա իշխանություններին այն առումով, որ նրանք ամեն ինչ, ամեն քայլ անում են հապկից դուրս գալու համար։ Դա կլինի մեր, այսպես ասեմ, հայ ժողովրդի վերջնակետը, քանի որ հապկը մեզ Հայաստանի Հանրապետության համար, մեր անվտանգության համար շատ անհրաժեշտ պարագա է, շատ անհրաժեշտ կառույց է։ Ուղղակի պետք է իշխանությունները իրենց իսկ ճիշտ գործողությունների շնորհիվ կարողանան ճիշտ օգտագործել այդ ամեն ինչը և համագործակցությունը մշտապես պետք է լինի կայուն վիճակի։ Մենք ամեն ինչ պետք է անենք հապկից դուրս չգալու համար, մեր պայքարը նաև դրա մեջ պետք է կայանա։ Մեր պայքարը միշտ պետք է կայանա, որ Ռուսաստանի հետ մեր բարեկամական կապերը երբևիցե չխզել։ Ուզում եմ նաև տեղյակ պահել, որ համահայկական ճակատ կուսակցության մեր, ինչպես նաև շարժման ծրագրերում մենք ունենք ներառած համահայկական ճակատ կուսակցությունը իշխանության գալուց և հետ պետք է համագործակցի և բարեկամադրացիական այդ հարաբերությունները պահի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Հանրապետության հետ, այսինքն նրանք են այսօր մեր հարևան և բարեկամ պետությունները, որոնց հետ մենք պետք է թե ռազմավարական, թե տնտեսական մեր ուղիները և գործընթացը ավելի ամրապնդենք և
պահենք բարեկամական մեր հարաբերությունները մշտապես։